Սա երեկո է, որտեղ երաժշտությունը հանդիպում է հիշողությունների։ Հայկոյի ընկերները միշտ անհամբերությամբ են սպասել օգոստոսի 25-ին, նրա ծննդյան օրը տոն էր, հանդիպելու ու անմոռանալի օր անցկացնելու առիթ։ Տարիների ընթացքում ավանդույթ դարձած հանդիպումներն այսօր խորհրդանշական են դարձել։ Ընկերները կրկին հավաքվել են, սակայն Հայկոյի ֆիզիկական ներկայությանը փոխարինում է նրա թողած ժառանգությունը, երաժշտությունը։ Հայկոն, երբ որ կար բոլորիս միախմբում էր օգոստոսի 25-ը, իրոք դարձել է խորհրդանշական, որովհետև ամիսներ առաջ սկսում են երկրպագուները էջին գրել, ինչ պլանավորենք այս տարի։ Ունենք շատ մարդիկ արտերկրից, որ տոմսեր են գնում եւ գալիս են։ Այս տարի մի փոքր ավելի մասշտաբ ենք վերցրել, ավելի մեծ ու կար անհանգստություն, որ միևնույնն է արդյոք սիմֆոնիկի շուրջ, սիմֆոնիկ Հայկոյի շուրջ կհավաքվեն երկրպագուներ։ Փառքը շատ, ես կուզենամ, որ Հայկն էլ վերևից տեսնի, թե ինչքան երկրպագուներ են գալու լսելու։ Ամեն անգամ փորձում ենք Հայկի ժառանգության թողած երգերը ինչ-որ շարունակություն ունենան։ Այս տարի նույնպես ունենալու ենք հետաքրքիր պրեմիերաներ։ Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Հայկոյի երաժշտությունն ներկայացնելն արդեն ձևավորված ավանդույթ է, բայց կա կարևոր մի սկզբունք՝ երաժշտությունը ներկայացնել այնպես, որ չկորի Հայկոյի ձեռագիրը։ Հայկոյի երաժշտությունը փաստորեն կամերային չէր, փաստորեն փոքր կազմերի համար չէր, Հայկոյի երաժշտությունը այդքան մեծ էմոցիոնալ պոտենցիալ ունեցող երաժշտություն է, որ փաստորեն սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն արտիստներ, մենակատարներ, երգչախումբ, մենք խոսում ենք շատ տաղանդավոր հեղինակի մասին, կոմպոզիտոր, որի ստեղծած երգերը երաժշտությունը ապրում է մեր հետ եւ մարդիկ ունեն մեծ ցանկություն լսելու այն արժեքն է, որը որ մենք ուզում ենք մեր հետ կրենք եւ մենք ուզում ենք, որ մեր հետ ապրի Հայկոյի երաժշտությունը, ինչ որ կարեւոր է շատ։ Այս տարվա համերգի ամենասպասված պրեմիերաներից մեկը Հայկոյի Արարատ գործիքային ստեղծագործությունն է, որը նախկինում հնչել է միայն նեղ շրջանակներում։ Առաջին անգամ այն կներկայացվի սիմֆոնիկ նոր գործիքավորմամբ Արարատի տեսարանի ֆոնին։ Ստեղծագործությունը ավելի նեղ կրուգով նեղ շրջանակներում լսել ենք, նախկինում կատարել են Կամո Սեյրանյանն ու Հայկոն, որը ծնվել է շատ սիրուն մի առիթով եւ դրանից հետո որոշեցինք, որ շատ սիրուն կլինի, եթե գործիքավորենք։ Իսկ վայրը, որտեղ տեղի է ունենալու համերգը, այնքան սիրուն է, հենց պարզապես Արարատի վյուն է, այդ ամբողջ տեսարանն է, երգը, Հայկի ձայնը եւ անզուգական մեղեդին, կարծում եմ, որ շատ ուժեղ էֆեկտ է լինելու։ Արտիստներից յուրաքանչյուրի համար Հայկոյի երգերը պարզապես երգացանկի մաս չեն։ Դրանք անձնական հուշեր են, չավարտված երկխոսություններ ու հատուկ նվերներ, երբեմն հենց իրենց համար գրված։ Չնայած այն երջանիկներից եմ, ով ունի հենց սեփական երգ Հայկոյի կողմից գրված ու ես անչափ այդ փաստը սիրում եմ ու գնահատում եմ, բայց ինչքան էլ միևնույն անենք, միևնույն հոգու խորքում կա մի մեծ դատարկություն ու տխրություն, երբ դու գիտես, որ այն ժառանգությունը, որը թողել է, այդ ամենագլխավոր մարդը այս պահին այդտեղ չի, բայց հուսով եմ, որ մեր արած այս պուճուր աշխատանքով ինքը հիանում է ու հպարտանում է։ Առանց հուզմունք չի կարող լինել, որովհետև մեր ընկերն է Հայկոն շատ մեծ տարիներ առաջ եւ իրար հետ համագործակցել ենք, ընկերություն ենք արել ու նամանավանդ սիմֆոնիկ Հայկո, շատ հուզիչ է, շատ մասշտաբային է, ամեն վարքյան ինքը ինձ հետ է, որովհետև նայեք, հենց խոսքեր ասում են ամեն ինչ իրանց համար ասում են, հոգուս մեջ խոսքեր չկան, իրոք չկան։ Ուզում ես գոնե երգի միջոցով, երաժշտության միջոցով, որովհետև Աստծո հոգին է երաժշտությունը։ Գոնե կապ ունենաս, կապը, կոնտակտը հաստատես ընկերոջդ հետ, որը թողել է շատ մեծ ժառանգ, շատ մեծ, չեմ վախենում այդ հենց այդ բառից։
Այս տարվա համերգին պրեմիերաների պակաս նույնպես չի զգացվի։ Երգչուհի Անահիտ Շահբազյանը նախագծին մասնակցում է առաջին անգամ։ Նա կներկայացնի Հայկոյի գրած այն երգը, որը ժամանակին միասին կիսատ էին թողել ստուդիայում։ Հայկոն այդ երգը գրել է հենց ինձ համար։ Ֆիլմի սաունդթրեք է, հոբելյանական հաճախորդ, որը մենք միասին կիսատ ենք թողել ստուդիայում եւ իր հեռանալուց հետո իմ ընկերը Սերգեյ Կարապետյանը ամբողջացրեց, բայց եւ ամբողջ մտքին, գաղափարին, որքանը որ գրել էր Հայկոն, մենք ամբողջացրեցինք, մեծ տրեք դարձրեցինք երգը եւ նոտաներին ես ընդհանրապես ձեռք չտվեցի, այն որ ինքը գրել էր, հենց դա եմ երգում, անչափ կարոտում եմ։ Հասցրել եմ բարեբախտաբար Հայկոյի հետ առնչվել, նաև աշխատել ֆիլմի սաունդթրեքի շրջանակներում պատասխանատվությունից բացի ավելի շատ սիրո զգացողություն է, որտեվ իր մեջ էլ այնքան սեր կար։ Հայկոյի երաժշտությունը շարունակում է միավորել մարդկանց։ Սա պարզապես համերգ կամ հարգանքի տուրք չէ։ Սա երաժշտությամբ շարունակվող երկխոսություն է սիրո, հիշողությունների ու կարոտի մասին։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։